Վերջին տարիների ամենաթրենդային բենտո տորթերը, որոնց շնորհիվ իմ եկամուտն աճել է 40%-ից ավել։ Խոսքը այստեղ ոչ թե գիշերները չքնելու, այլ ուղղակի սառցախցիկը գրագետ օգտագործելու մեջ է։ Եկեք միասին քայլ առ քայլ անցնենք մուսային տորթի պատրաստման գործընթացով։ Նախ թխում ենք բիսկվիտները, դրանք հովացնում եւ բաժանում մասերի։ Հետո պատրաստում միջուկները, որից հետո կտրատած բիսկվիտների վրա լցնում ենք միջուկները եւ ուղարկում սառցախցիկ սառելու։ Հետո պատրաստում ենք մուսը։ Դրանից մի փոքր լցնում ենք ֆորմայի մեջ, դնում սառած միջուկը, նորից ավելացնում ենք մուս եւ նորից դնում սառեցրած միջուկ։ Այսպես տեղափոխում ենք սառցախցիկ մինիմում 6 ժամով։ Համերը կարող են լինել շատ տարբեր, կախված մուսի տեսակից եւ միջուկի ընտրությունից, բայց պատրաստման ամբողջ ընթացքը բոլորի մոտ նույնն է։ 6 ժամ անց տորթերը հեռացնում ենք ֆորմայից եւ վիլորապատում։ Իմ մուսային տորթերի ալիքում ձեզ կսովորեցնեմ պատրաստել 10 տարբեր համային երանգների մուսեր եւ տարբեր միջուկներ։ Ինչպես նաեւ իմ այս ալիքին է միացել նաեւ Դուբայի շոկոլադի եւ տիրամիսու միջուկներով պիրոժնիների պատրաստման ամբողջ ընթացք։ Ընդամենը մի քանի օրից ալիքը կհամալրվի նաեւ մանգոյի եւ մալինայի համով միջուկների պատրաստմամբ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն կան ալիքում եւ սովորել են պատրաստել, ամեն օր հիացնում են ինձ իրենց գեղեցիկ աշխատանքներով։